Ողջույն սերի ընկերներ, սերի բարեկամներ, շնորհակալ եմ, որ միացել եք ինձ։ Ես կամաց կսկսեմ թեմաների մասին, որոնք ուզում էի զրուցել, խոսել, մինչև հետո հույսով որ միացողներ ավելի շատ կլինեն եւ արդեն կանցնենք բուն թեմաների։ Ուրեմն ինչպես խոսել էի ու խոստացել էի, մի քանի օր ինչ խոստացել եմ, ուզում էի խոսել վերջին շրջանի այս ներընդդիմադիր դաշտում ծավալված վեճերի, բանավեճի մասին եւ հիմնականում խոսել դրա ակունքների մասին, նպատակների մասին, ինչ նպատակ է հետապնդում, ովքեր են կանգնած այս ամենի հետևում, ով է շահում հիմնականում այս բանավեճից եւ շատ ավելի կարեւոր մեկ թեմա, որ դեպի ուր է տանում այս թեման, ինչու հենց հիմա ուղղակի ծավալվեց այս ամեն ինչը, ինչ պլան է մշակված իշխանապողության համար, որը փորձում են այս ներընդդիմադիր դաշտում այս բանավեճը ծավալելով ինչ-որ ուժեր դրանից օգտագործեն եւ ամենահետաքրքիրը, որը կարող է հետաքրքիր լինել այս օրերին, ինչ կապ կա այս ամենի մեջ եւ ասենք Միացյալ Նահանգներում կալանքի տակ հայտնված, պատահաբար կալանքի տակ հայտնված դո կանոնով հայտնի Վարդան Ղուկասյանի միջև։ Գիտեք, սպիրկից որ նայում եմ ինձ համար շատ հետաքրքիր ամեն օր, որ այստեղ դե գիտեք ժամերի տարբերություն որ կա, ձեր մոտ որ ցերեկ է, ամեն ինչը բնականon ընթանում է, մեր մոտ գիշեր է, ցերեկ առավոտյան որ արթնանում ենք, առավոտյանի շուտ արթնանում եմ, անմիջապես լուրեր հետևում եմ եւ այդպեսի այդ փող հրաձգությունը այդ ներընդդիմադիր դաշտում ինձ համար խիստ ակնհայտ է եւ երբեմն նաեւ բնականաբար ես էլ ներքաշվում եմ իմ սկզբունքներից ելնելով եւ հնարավոր չի լինում ամեն դեպքում այդ ամենին չարձագանքել։ Բայց հետաքրքիր որ այս ամեն ինչը երբ սկսվեց, որտեղից սկսվեց եւ հիմնականում այս մի կաթիլ մեղրը ով գցեց գետնի վրա, ես այդպես եմ ուզում բացատրել, որ մի կաթիլ մեղր էր, միտեղ մեկը գցեց գետնի վրա, այս վեճը բռնկվեց, ու հիմա այդ մարդիկ կանգնած կողքում խոսեմ լուր նայում են, չեն մխրճվում այդ բանավեճի մեջ, չեն ներկայանում բանավեճի մեջ եւ թեզ թողել են տալիս, որպեսզի ներդիմադիր դաշտում այս բանավեճը որքան հնարավոր է դեժանա, քանի որ դրանից ունեն իրենց որոշակի շահերը իշխանապողության համար, իշխանությունը հետ վերցնելու համար, ես դա ճակերտների մեջ եմ դնում եւ այս ամեն ինչը ծրագրավորված կերպով առաջ է գնում եւ հատկապես հիմա։ Այս ամեն ինչը սկսվեց այդ մի կաթիլ մեղրը գետին գցեցին նախագահ Քոչարյանի հարցազրույցից հետո։ Եթե նայեք միշտ այդ ամեն ինչը մի քիչ խաղաղ էր, հանդարտ էր, թեև այս բանավեճը միշտ էր եղել է ներդիմադիր դաշտում, շարունակաբար խոսվել է, ես էլ երբեմն խոսել եմ, ինձ կողքից ինքներս մյուսներ հորդորել են, դե ծավալենք, ես էլ հարգելով, հասկանալով, որ գուցե լավ է հենց այդա որ շատ էլ չպրպտենք, շատ չխորանանք այս թեմաների մեջ, երբեմն աշխատել եմ չափավոր մնալ, չխոսալ, չանդրադառնալ, բայց դե ես համոզված եմ եղել, որ միտեղ այս ամեն ինչը կբռնկվի, եւ այդ մարդիկ ովքեր կողքում կանգնած էին շատ լավ գիտեին եւ գիտեին, որ այս ամեն ինչը միակ բռնկման, այսպես խայծի պահանջ ունի, որը պետք է գցեն մի կաթիլ մեղրը պիտի գցեն գետին եւ հետո այս ներընդդիմադիր դաշտում այս բռնկում առաջանա եւ այս բանավեճը փող հրաձգությունը սկսվի։ Մի օր Արմեն Աշոտյանը գրի, մյուս օր Բագրատ Միկոյանը պատասխանի, մյուս օր Ակրտսամ Խամոյանը ասի, մի կողմից ես ինչ գիտեմ ով պատասխանի, հենց այսպես բանավեճը շարունակվի։ Ես մի բան ասեմ, շատերը հիմա միշտ բուն թեմային ասնել, կարծում եմ որ այստեղ ասենք հանրապետական այս ամեն ինչից շահում է, բայց ես գիտեք մի տեսակ հիմա գուցե տարօրինակ հայտարարություն է, որ այս ամենից շատը տուժում է հենց մեր հանրապետական գործընկերներն են տուժում, եւ հիմնականում դա իրենց ձեռնտու չի, շատ հաճախ ասենք ես իմ անձնական փորձով գիտեմ, որ երբ նման թեմաներ էր բացահայտվում, հենց իրենց կողմից հուշում էր լինում, որ դեռ աշխատեք չծայվալվի, բան չէ, հենց իրանք փորձում էին թեման փակել, որտեղ վերջին այսով բոլորս էլ գիտենք, որ դիմացի կողմի փաստարկները շատ հզոր են, բայց դե երբ ամեն անգամ երբ այս վեճը բացվում է, մեր ընկերների ձեռքում միայն մեկ բան կա, մեր տան դրան առաջ դագաղ էին դնում, մեր տան առաջ սև բանտիկներ էին դնում եւ հենց այդ կան, այսինքն դրանով բամարարվում են պատճառները արդարացնելու համար իշխանապողությունը, որը անկեղծ բավարար չի, հետաբար ես չեմ կարծում, որ այս ներընդդիմադիր դաշտում այս բանավեճը հանրապետականներին ձեռնտու էր, բայց ամեն դեպքում նրանք էլ հիմա ներքաշվել են այս վեճի մեջ եւ չեն կարող դուրս գալ եւ տեսնում ենք, որ շարունակվում այս փոխհրաձգությունը։ Վերադառնամ նախագահ Քոչարյանի հարցազրույցին։ Մի հատ վերհիշենք, հետ գնանք եւ տեսենք այդ հարցազրույցի ժամանակ ինչ եղավ։ Հարցազրույցը այս մարդիկ պատեհ առիթ համարեցին իրենց այս երկար մշակված պլանը իրականացնելու համար։ Հիմնականում մի քանի լրագրողների հարցերից այս ամեն ինչը սկսվեց։ Պատկերացրեք այդ մի 2 կամ 3 շատ հստակ շրջանակների հետ փոխկապակցված լրագրողները
անիմաստ հարցեր չտային նախագահ Քոչարյանին, որը ոչ թե հարցեր էին, այլ մի տեսակ բանաձևումներ, ռետորական հայտարարություններ, ինչու չկրեցիք, Դեմիրճյանի կրեցիք, սրան չկրեցիք, ինչու ընտրությունների մասնակցության թեման։ Ես կարծում եմ այդ հարցադրումները նախամտածված էր, դա հենց այն մի կաթիլ մեղն է, որ այս մարդիկ պատրաստում էին գցել, այդ հարցերը շատ մտածված կերպով մի քանի տարբեր լրատվամիջոցների կողմից հնչեցվեց եւ գիտեի, որ ամեն դեպքում նախագահ Քոչարյանը այդ հարցերին պատասխանելու է, ուշ չի տալու եւ շատ անկեղծորեն եւ հստակ կերպով համարձակորեն իր տեսակետը փոխանցելու։ Եվ տեսանք, որ այդ տեսակետը հնչեց եւ շատ տրամաբանական հնչեց։ Մեկ անգամ էլ ուզում եմ հիշեցնել, որ նախագահ Քոչարյանը ընտրությունների թեման չի բացել, ընտրություններին մասնակցելու կոչ չի արել, չի ասել, որ ինքը սպասելու է միջև ընտրությունները, շատ հստակ ասել է, որ տարբեր գործընթացներ եթե լինեն, ինք եւ իր թիմը ծառայակշիռ մասնակցություն ունենալու այդ գործընթացներին, կուզի լինի փողոցային պայքար, կուզի լինի արտահերթ ընտրություններ, կուզի լինի հերթական ընտրություններ եւ հետո եթե բառներ գործածես, եթե ընտրություններ լինի։ Սա ուղղակիորեն նախագահ Քոչարյանի կատարած հայտարարությունն է։ Հետեւաբար ինքը հստակ հայտարարություն չի արել ընտրությունների կապակցությամբ։ Բայց այդ մարդիկ հենց նման հայտարարություն էին սպասում, որպեսզի կոնտեքստից դուրս հանեն հայտարարության մեկ բաժինը եւ սկսվի դրանից հետո դա դառնա այդ մեկ աթիվ մեղրը, որ պիտի գցեն գետին եւ հետո ներընդդիմադիր դաշտում արդեն սկսվի ծավալվել այդ պայքարը։ Դրանից հետո արդեն բոլորը հետևել է, գիտեք թե ինչ եղավ, ում միջոցով, ովքեր եկան, սկսեցին այդ թեման, արծարծեր նախագահ Քոչարյանը ռեսուրս չունի, ռեսուրս չկա, ընտրությունների են ուզում գնալ, 2021 թվականին մեզ հիասթափեցրեցին, խաբեցին, գնացին, չկրեցին, նման թեմաներ։ Ես չեմ ուզում մտնել այդ թեմաների մեջ, դրանց պատասխանը երեք մեկ լայվի ընթացքում տվել եմ եւ բավական դիտում են ունեցել շուրջ 10,000-ի շուրջ, շնորհակալ եմ դիտում հավաքել, որպես սպյուրքից հնչող մեկ ցայ, կարծում եմ քիչ լսարան չի այդքան դիտում ունենալը։ Ամեն դեպքում իզավար դիտումները շատ լայքեր կարևոր չեն, բայց այն որ խոսքը ստեղ հասնի, կարծում եմ կարևոր է։ Եվ այդ հիմար բանավեճը սկսվեց, որ դուք ընտրությունների մասնակցեցիք, մեզ տարեցիք ընտրությունների եւ առանց նայելու թե 2021 թվականին ինչ իրավիճակ էր ստեղծված, իշխանապողության բոլոր հնարավորությունները փակված էր, նույնիսկ ռազմական հեղաշրջման փորձ կատարվեց, Արմեն Սարգսյանը հետո խոստովանեց, որ ինքն է գնացել կանխե, փողոցային պայքարի հնարավորություն չկար, Նիկոլի ժողովրդի նոր պատերազմով վախեցնում էր եւ այդ ժամանակ միակ հնարավոր միջոցը հավանաբար հենց ընտրություններն էր, որին գնաց ոչ միայն նախագահ Քոչարյանը, այլ հիմնականում երկու խորհրդարանական ընդդիմություն այն ժամանակվա Լուսավոր Հայաստանը եւ Բարգավաճ Հայաստանը Նիկոլի հետ ձեռք սեղմեցին, համաձայնեցին եւ այս գործընթացը սկսվեց եւ բոլորն են ներքաշվեցին դրա մեջ։ Իմ գրառումներ այդ մասին կան, ես չեմ ուզում հիմա այս լայվը երկարացնեմ եւ երկար խոսեմ այդ թեմայի մասին։ Նախագահ Քոչարյանի հայտարարությունը շատ հստակ է, բայց դա այդ մարդիկ ասում եմ կոնտեքստից հանելով միայն ընտրությունների բաժինը արդեն սկսեցին այս անիմաստ վեճը ծավալել։ Ովքեր ում հետ են փոխկապակցված այս մարդիկ, կարծում եմ շատ հստակ է։ Մի անգամ ասել եմ, թե ինչու են այս մարդիկ ընդհանրապես ընտրությունների թեմայից այսքան վախեցած, որովհետև կա մեկ խավ, մեկ ընդդիմության մեկ հատված, այսպես կոչված, որ ընդհանրապես ընտրությունների հետ հաշ չի, որովհետև ինքը գիտի, որ այդ ընտրությունների գործընթացում ընդհանրապես հաջողության չի կարող հասնել, ընտրությունների լինելու դեպքում հիմնականում չի կարող հաղթել եւ բնականաբար ինքը ընտրությունների չի գնալու, քանի որ նպատակ ունի այդ իշխանությունը, որը հանձնվել է մի կերպ վերադարձնել, այս ամբողջ պլանները մշակված են հենց դրա համար, եւ պիտի կարողանա ինչ-որ այլ գործընթացներով հասնել իշխանապողության, որը բնականաբար ընտրությունը չպետք է լինի։ Ես երբ խոսում եմ ընտրությունների թեմայի մասին, մի քանի օր առաջ ասել Ռոբերտը միտեղ էս հանդիպում կար բանախոսություն էր, մեր սերի ընկերներից մեկը այստեղ խոսում էր, անկարգացած Ռոբերտը կողմ ընտրությունների, այնպես չի որ ես հալումաշ եմ լինում կամ ուշ միտքս գնում է ընտրությունների համար, բայց երբ փողոցում չկա որովհետեւ փողոցային ընդվզման այդպես հնարավորություն, երբ նայում եմ քաղաքական դաշտից դրսից եմ նայում, տեսնում եմ գոնե մոտակա ժամանակներս որովհետեւ այդպես ընդվզման հնարավորություն չեմ տեսնում փողոցային միջոցներով Նիկոլին փոխելու հնարավորություն չեմ տեսնում, ինձ համար մնում է մեկ հնարավորություն, թեև վտանգավոր, թեև վատ, բայց դա ընտրությունն է եւ հետաբար համոզված եմ, որ եթե պիտի ընտրությունը լինի մեր վերջին երգը, հետաբար դրա համար պետք է հենց մի բանից պատրաստվել։ Ամբողջ իմ ասածը դա է եղել եւ ուրեմն դրանով եմ առաջնորդվել։ Թեմաները գնում են դուրս երբեմն մտքստերը կտրվում։ Ամեն դեպքում այս ժողովուրդը ընտրությունների հետ հաշ չեն։
Ես հիմա պիտի անուններ պարտավոր եմ տալ, հիմնականում Նարեկ Մալյանն էր, որ այս բանավեճի մեջ ամենին ներքաշեց, այս Միքաթիլ Մեղրը ինքն էր, որ գցեց կետին, եւ այս բանավեճը հիմնականում եթե նայեք այնտեղից սավալվեց։ Թե որտեղից են այս ամեն ինչը ակունք առնում, կարծում եմ բոլորիս համար ակնհայտ է։ Ես սկզբում ասեցի, որ հակառակ շատերի ենթադրության, որ կարծում են այս բանավեճը գուցե հանրապետականներն են սկսել, ես համոզված եմ, որ հանրապետականների կողմից չի, որտեղ ամենավերջին հենց իրենց էր ձեռնտու այս իրավիճակի ստեղծումը։ Ես համոզված եմ իմ անտակտական համոզումն է, թեև իրենք այս մեղքի բաժին ունեն իշխանափոխության հարցում, այն ամեն ինչը վերջին օրերին քննարկվել է 100%-ով ճիշտ է, անգործությունը, որը եղել է դաշտը բաց թողնելը, Նիկոլեվա, դրանք բոլորը կան, բայց ամեն ինչի թիկունքում ինչ-որ ուրիշ ուժ է կանգնած եղել, որ այս ամեն ինչը նախապատրաստել է եւ հասցրել է այդտեղ, եւ հիմնականում հիմա էլ ես համոզված եմ, որ հանրապետականի մի տեսակ զոհասեղանին է դրել իր նպատակներին հասնելու համար։ Եվ հիմա պիտի խոսեմ դրանց մասին, այսինքն շատ հստակ ասում եմ անուն տվեցին Նարեկ Մալյանն է, որ այդ Միքաթիլ Մեղրը գցեց, եւ այն շրջանակները, որոնք այդ հարցազրույցի ժամանակ այդ հարցեր ուղեցին նախագահ Քոչարյանին, կարծում եմ, եթե գնանք մի քիչ պրպտեք, այն լրագրողները ում կողմից են վարձատրվում այդ լրատվամիջոցները, ումին են պատկանում, շատ հստակ է նպատակը։ Վերջին օրերի եթե գրառումները նայեք, հենց եթե չեմ սխալվում, այսօր էր Նարեկ Մալյանը կրկին գրառում էր արել, այնտեղ շատ հստակ կերպով արդեն բազմաթիվ անգամներ խոսում են impeachment-ի պլանի մասին։ Դա պատահաբար չի հրապարակնետվում, եւ ես համոզված եմ այս ամբողջ Միքաթիլ Մեղրի պատմությունը, որը գցեցին գետին նախագահ Քոչարյանի ուրեմն այդ հարցազրույցից այդ հատվածները հանելը, իրեն ինչ-որ անհիմն բաների մեջ մեղադրել, այս բանավեճը ստեղծելը, մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական դաշտը տանել դեպի impeachment, որը ես ժամանակին ասել եմ եւ հիմա էլ ասում եմ, որից արդյունք մեզ չի տալու եւ օգնելու է Նիկոլի վեր արտադրմանը շատ ավելի սոսկալի ձևով, ինչ ասենք ընտրությունների միջոցով է դա լինելու։ Ամեն դեպքում ես հիմա պատկերացումներս ասեմ, թե ինչ պլան է մշակվել, դուք կարող եք արդեն ենթադրություններ անեք։ Իմ գործը քաղաքական վերլուծություն է, ես փաստերը դնում եմ իրար կողքի, փորձում եմ այդ փաստերը հիմք ընդունեմ, ինչ որ տեսել եմ, ինչ որ կարդացել եմ, ինչ որ տարբեր տեղերից իմ մտքից մեջ այդպես անցյալից տպավորություններ կան, հետո դատարկ տեղերը բնականաբար ինչպես յուրաքանչյուր քաղաքական վերլուծաբան մենք փորձում ենք դատարկ ինչ-որ ենթադրություններով մեր փորձառությամբ լցնել եւ հասնել այդ հնարավոր սցենարին։ Այն ինչ որ ես ձեզ կներկայացնեմ, հենց նույն այս հիմունքով է եղել, այսինքն այն պլանը, որ ես հիմա կասեմ, ենթադրյալ կերպով մշակված է եւ վտանգավոր պլան է, կասեմ ձեզ, եւ հիմա հիմնականում հետո այստեղ ես կակնարկեմ, որտեղ է գտնվում այդ դոկ Քոչարյանը կամ Վարդան Ղուկասյանը այս պլանի մեջ, որը կարծում եմ բոլորիդ համար շատ հետաքրքիր լինի։ Իհարկե, բացառությամբ այս դոկի բաժինը մնացած բաժնի մասին իմ հեղինակային իրավունքը գուցե իմը չլինի, իմ ընկերներից մի քանիսը Հայաստանից ինձ հետ կապվեցին, հուշեցին, որ հնարավոր է այսպեսի պլան լինի։ Ես հիմնականում սովորություն չունեմ ենթադրություններ կամ ինձ եղած զանգերի հիման վրա ինչ-որ բաներ անել, վերջնում եմ, փորձում եմ փաստերը գտնել, իրար կողքի դնել, հիմնավորումներ ստեղծել եւ հետո փաստարկելով խոսալ, մոտավորապես մի 2-3 շաբաթ պահանջվեց ինձ համար, որպեսզի այս փաստերը իրար կողքի դնեմ եւ մոտավորապես եկա այն համոզման, որ այդ իմ ընկերները այդ պլանը, որ ասում են հիմա մի քիչ վերև, մի քիչ ցած, մոտավորապես շատ ճիշտ է տեղավորվում այս ամեն ինչի մեջ, որ հիմա տեղի է ունենում, եթե ավելացնենք նաև այդ դոկ Քոչարյանի երևույթը, եւ մենք կարող ենք շատ հստակ կերպով ասել, որ ինչա տեղի ունենում եւ ինչ պլան են այս մարդիկ մշակել, որը շատ կարելի ենթադրել համարվել շատերի համար, բայց նաև կասեմ, թե որտեղ են սխալվել եւ հիմա կարծում եմ մի տեսակ իրանք գուցե հասկացել են կամ դեռ հույս ունեն քաջողի, բայց ես համոզված եմ, որ ձախողել են եւ չեն կարողանալու այս պլանը տանել մինչեւ վեճ։ Հիմնականում խնդիրը impeachment-ի հարցը, այս մարդիկ ասում եմ, քանի որ գիտեն ընտրությունների միջոցով իրենց ճանապարհը փակված է, իրենց դեմքով եթե որևէ ընտրության մասնակցեն, հաջողության որևէ շանս, որևէ հնարավորություն չունեն, մի քանի փորձ արել են եւ չի ստացվել, հիմնականում նոր պլան են մշակել։ Թույթվեք անունտամ Միքայել Մինասյան, ես կարծում եմ, այս ամեն ինչի թիկունքում, ինչպես միշտ եւ միշտ ինքն է կանգնած, տեսնում եք վերջին երեկվանից նաեւ կրկին ակտիվացավ գրառումներով, իր թիմն է, այն մարդիկ ովքեր փող կապակցված են իրար հետ, նույն այն թեզերն են տարածում, ինչ որ ասենք Նարեկ Մալյանը սկսեց տարածել եւ տարբեր կողմերից տարբեր անունների տակ խոսում են եւ ինչ որ խավեր կա, որ դեռ լուր նստած կողքում չի ներկայացվում ընդհանրապես այս բանավեճի մեջ, ես դրանց մասին հիմա եթե պետք եղավ դրանց մասին կխոսեմ։ Բայց հիմնականում սա է եղել։ Նրանք երկու անգամ, մի անգամ փորձ
արեցին ընտրությունների մասնակցել, կարծում էին ենթադրում են, որ կարող են հիմնաուժը ստեղծել։ Եթե հիշեք 2021 թվականի ընտրությունների թեման երբ որ բացվեց, հիմա ամեն ասում են նախագահ Քոչարյանը սկսեց, նրանք էին ուզում ընտրությունների մասնակցել, բայց այնպես չէր, որ քաղաքական դաշտում միայն իրենք էին։ Այն ժամանակ եթե գնաք լուրերը search անեք, որոնեք եւ կգտնեք, որ ուրեմն այդ նույն թիմակիցները հայտնի դեմքեր, որոնք փոխկապացված էին Միքայել Մինասյանի հետ, որոշեցին կուսակցություն հիմնել, բայց շատ ուշ էր այն ժամանակ, արդեն կուսակցությունը գրանցել եւ աշխատանք տանել հնարավոր չէր, եւ իրենք գիտեին, որ մասնակցելով չեն կարող որից արդյունք տանել եւ հայտարարեցին, որ չեն մասնակցում ընտրությունների, բայց առաջին քայլերը վերսեցին, որպեսզի կարողանան կուսակցություն հիմնեն եւ մասնակցեն ընտրությունների։ Բայց շատ շուտ հասկացան, որ ռեյտինգ չունեն, եթե իրենց դեմքով մասնակցեն, ոչինչ չեն կարողանալու անեն, հիմնականում հրահանգ իջեց իրենց վրա, որ գնացեք կանգնեք նախագահ Քոչարյանի կողքին, հիմա փորձեք այդպես տպավորություն ստեղծեք, որ այդտեղ կանգնացեք եւ պետք եղած ժամանակ հետո կթռնեք։ Տեսակ էլ որ հենց նույնը եղավ 2021 թվականի մը ճիշտ ասում Նարեկ Մալյան, իրենք հրապարակում կանգնած էին այդ մեծ հանրավակի ժամանակ, բայց ընտրություններից անմիջապես հետո երբ իրենց լրատվամիջոցներին դիմադիր դաշտում հնարպետ կար, տեսանք որ այդ հայտնի իրենց լրատվամիջոցները մեծ լսարան ունեցող բոլորը վաճառվեցին, փակվեցին, խոսքը Կարյակ մեդիայի մասն էր եւ միանգամից դաշտը դիմադիր դաշտը լքեցին։ Նրանց ներկայությունը բնականաբար եթե ճիշտ աշխատեին բավական մեծ աշխատանք արդյունք կարող էր տալ, բայց չտվեց։ Այսօր էլ կարծում եմ նրանք են կանգնած այս ամեն ինչի թիկունքում։ Պլանը ինչ է եղել։ Եղել է հետեւյալը, որ նախագահ Քոչարյանին քաշել մեկ բանավեճի մեջ։ Գիտեք, իրենք նպատակը այն է հիմնականում, որ ազգային ժողովում իմպիչմենտի գործընթացը սկսեն։ Բայց այդ գործընթացը սկսելու համար իրենք հիմնականում կարիք ունեն խորհրդարանական ամենամեծ ընդդիմության Հայաստան դաշինքի շուրջ 27-28 կներեք հստակ չեմ հիշում պատգամավորների ստորագրության։ Առանց այդ ստորագրության իրենք իմպիչմենտի գործընթաց չեն կարող սկսել։ Շատ պարզ է, որ իրենք իրենց տեխնացով եթե ներկայանան այդ իմպիչմենտի գործընթացը սկսեն ու փորձեն սկսել, դա արդյունք չի տալու եւ Հայաստան դաշինքը ամենայն հավանականությամբ այս փուլում չի համաձայնելու դրան, որտեղ դա խելացի գործ չի լինելու մտնես մեկ գործընթացի մեջ, որը արդյունք չի տալու։ Հետևաբար ինչ պետք է անել։ Պետք է նախագահ Քոչարյանին եւ Հայաստան դաշինքին կանգնացնել կատարված փաստի դիմաց։ Անել այնպես, որ այդ իմպիչմենտի առաջարկը մերժելու գինը լինի չափազանց ծանր։ Հասարակության մեջ ծավալել բանավեճ, վեճ հիմնականում, որ այս թիմը պատրաստվում է ընտրությունների համար, ուրիշ տարբերակ իրենք չեն պատրաստում, փորձում են ամեն գնով գնալ ընտրությունների եւ հիմնականում հասարակության մեջ այդպիսի միտ տարածել, հետո վերջին փուլում տանել այդ նախագիծը դնել Հայաստան դաշինքի սեղանին, նախագահ Քոչարյանի սեղանին, ասել հիմա մենք ուզում ենք իմպիչմենտ անել։ Այդ դեպքում ինչ է մնում անել։ Եթե դու հրաժարվես այդ նախագծի տակ ստորագրելուց, սկսելու են ձայն բարձրանալ, որ տեսակ մենք նախագիծն է տարանք, մենք իմպիչմենտի գործընթացն են սկսեցինք, բայց այս մարդիկ հրաժարվեցին, տեսեք մենք ճիշտ ենք ասում, իրենք պատրաստվում են գնան ընտրությունների համար տրամադրված չեն պայքարի, իսկ եթե ստորագրես ներքաշվելու ես իրենց խաղի մեջ։ Ամբողջ պլանը հետևյալն է եղել եւ հիմնականում նպատակ կա այս կեղծ դիսկուրս առաջացնելով, որ ընտրությունների են պատրաստվում, պայքարի համար պատրաստ չեն, փողոցային պայքար չեն տարել, ասում եմ բարձրացնել իրենց ներկայացած առաջարկը մերժելու գինը Հայաստան դաշինքի համար։ Սա շատ փորձված եւ կարծեմ վարպետորեն մշակված սցենար է եղել այս մարդկանց կողմից։ Տեսնում ենք, որ այս սցենարը վարպետորեն առաջ են տանում եւ ամեն դեպքում անխուսափելիորեն դա տարածվում է հասարակության մեջ։ Իսկ ով է սկսելու այդ իմպիչմենտը, ինչ այդպես հուշեցին, որ իրենց հույսը դրել են այդ երկու բիձաների վրա, ովքեր վերջերս Նիկոլ Փաշինյանի թիմից դուրս եկան, թռան Նիկոլ Փաշինյանի վրայից, իբր ներկայանում են որպես ընդդիմադիրներ եւ չեն էլ բացառել, որ իմպիչմենտի գործընթաց են սկսելու։ Եվ այդ քաղաքական իրեն սպառած ուրեմն քաղաքական գործիչ հավանաբար Հովիկ Աղազարյանի խավորությամբ փորձելու են for impeachment ձևավորեն։ Հովիկ Աղազարյանը հավանաբար գալու ասի դե գիտեք ես ընդդիմադիր խոսել եմ մեր պատգամավորների հետ այնտեղ ձայներ կան բավական Նիկոլից դժգոհ եթե դուք սկսեք մենք կվերեն կմիացնենք իրենք էլ հավանաբար են ստորագրություն կդնեն դրա տակ հետո դեն գալու պատիվ ունեն դաշինքին այդ իմպիչմենտի գործընթացը նրանք կստորագրեն որտեղ ասեմ ես վերջի վեճերի արդյունքում նրանք ուրիշ ելք էլ չունեն դա անելու եւ վերջին փուլում իրենք կարիք են ունենալու Հայաստան դաշինքի ստորագրության այդ իմպիչմենտի գործընթացը սկսելու համար Եվ հիմա այս ամբողջ պլանը հիմնականում տանում է դեպի այդ ուղղությամբ, որ այդ պահին, երբ այդ իմպիչմենտի պլանը դրվում է սեղանի վրա, չունենա հնարավորություն Հայաստան դաշինքը եւ պարտավորվի ամեն դեպքում իր ստորագրությունը դնել այդ անիմաստ
նախագծի տակ։ Ինչու եմ ասում անիմաստ, իմ նախկին լայվերի ընթացքում ասել եմ, որովհետև դուք Լևնգոլին լավ չեք ճանաչում, մարդ ով Սահմանադրական դատարանին տիրանալու համար մեռած օրենքը գերեզմանից հանեց, բռնաբարեց, հետո դրանով Սահմանադրական դատարան փոխեց, հետո տարեց դա կրկին թաղեց ու աշխարհում որևիցե բան չփոխվեց, որևիցե մեկը ու եվրոպաներից որևիցե մեկից կողմից իրեն չընդդիմացավ եւ որևիցե մեկը չկարողացավ իր դեմն առնել, իր համար մի հատ իմպիչմենթի գործընթաց ձախողեցնելը այդպես վարքյանների հարց է Եվ եթե մի քիչ լավ օրենքը նայեք, կտեսնեք, որ իմպիչմենթի գործընթացը այդքան էլ հեշտ չի, իմպիչմենթի նախագիծը բացատրեմ շատ կարճ, որ մինչ ստորագրվելու պահից, այսինքն նախագիծը, որ մտնում է ազգային ժողով, մինչև այն պահը, երբ վեճնական քվեարկությունը պետք է կատարվի, անպայման պետք է 48 ժամ անցնի, այսինքն 48 ժամվա անխուսափելիորեն այդտեղ մի հատ ժամանակ տրված իշխանություններին, սա օրենքն ասում, 48 ժամից շուտ չի կարող նախագիծը քվեարկության դրվել ազգային ժողովում։ Այնպես է չի տանում ես դնում ես քվեարկության քվեարկում են։ Պետք է գործընթաց է լինում վարչապետի մյուս տեխնացում, որ ներկայացնում է պիտի գա խոսան ներկա վարչակետ, պիտի խոսան մյուսները պետք է խոսան եւ վերջում հետո քվեարկություն է լինում։ Այսինքն այդտեղ մոտավորապես 3 օրվա ժամանակ կա, ու գիտեք 3 օրը հսկայական ժամանակ է Նիկոլ Փաշինյանի համար ցանկացած իմպիչմենտի նախագիծ իր հնարքներով ոչնչացնելու համար եւ թույլ չտալու որպեսզի այդ իմպիչմենտը տեղի ունենա։ Հետո այդ նախագիծը շատ ծիծաղելի նախագիծ ալինելու ամեն դեպքում չի հաջողելու, բայց այս մարտեկանց պլանը տեսնում եք վերջի շրջանում, ասում եմ գնացեք Նարեկ Մալյանի եւ մյուսների գրառումները կարդացեք, այդ պլանը շատ հստակ կերպով իրենք տարածում են եւ փորձում են ասել, որ որպես իշխանապողության տարբերակ սա է։ Որտեղ իրենք ուրիշ տարբերակ էլ չունեն, գիտեք, երբ խոսում են Նիկոլ նախագահ Քոչարյանը ռեսուրս չունի, ընտրությունները լավը չեն, իրենք ուրիշ տարբերակ չունեն։ Հիմա պատկերացրեք, վաղ իրենք մի հատ հանրահավաք հայտարարեն, ասեն ես այսինչանս գալիս եմ հանրահավաք անեմ, եկեք իշխանապողություն անեք, կարծում եմ որևէ մեկը չի կասկածում, որ առավելագույնը կկարողանա մի քանի 100 մարդ հավաքել փողոցում, հետո փողոցային այդպես շարժում իրենց միայն ուժով ձևավորելու հնարավորություն չունեն, միակ տարբերակը որ իրենք այլընտրանքը, որ կարող է ունենալ ընտրությունների համար, որի մասին շատ տպակուն են առայժմ խոսում, երբեմն ակնարկում են, դա հենց իմպիչմենթի գործընթացն է։ Ամենասոսկանին դա է, թե ով է լինելու իրենց տեխնացուն։ Որովհետև իրենք ամեն դեպքում, երբ իմպիչմենթի նախագիծ են ներկայացնում, նաև տեխնացու են ներկայացնում։ Ես հիմա չեմ ուզում ենթադրություններ անել անուններ տալ, բայց ով էլ որ լինի այդ տեխնացուն, դա մի հատ այսպես ասած տրանսֆորմացիայի շրջանի համար է կամ transition-ի շրջանի համար է, երբ պետք է փոխանցումային շրջան լինի։ Մեկին իշխանությունը պետք է այդ impeachment-ի միջոցով տան, որպեսզի հետո հետ վերցնեն Իրանից հնարավոր ժամանակում, եւ մի հատ նայեք այսօր մեր քաղաքական դաշտում ում են փչում, մեծացնում, այդպես ասած կողմնակիորեն իր համար լսարան ապահովում ամեն օր գրում է քանի հատ դիտումներ հավաքել, այս եթերից են եթեր առավոտից գիշեր պարապ-սարապ էստեղից են դեղա գնում, ամենատարբեր ամեն ինչի մասին կարծիք հայտնում սկսած համանadrությունից, ես չգիտեմ ինչև Նիկոլի շատ ներողություն տռոցիկը գույնի մասին տեսակետ է հայտնում եւ այդպես ասած կարծում եմ խոսքը շատ հստակ անուն չնչեցնեմ եւ հետաքրքիրը որ այդ անձը որ ամեն ինչի մասին տեսակետ հայտնում այս վերջի վեճերի մասին ընդհանրապես ներքաշված չի կողքա կանգնած եւ չի խոսում, որ շատ տարօրինակ է թվում, քանի որ բնականաբար իրան չէին քաշելու այս վեճի մեջ, ու չէին տալու որ ներքաշվի, որպեսզի հետագային, եթե որպես տեխնացու են իրան ներկայացնում, այդպես ասած իր վրա դիվիդենտներ չինի, որ ասեն դե դու այսինչ տեղ այսպես հայտարարություն ես արել, մենք նման բան չենք անելու։ Այս պլանը ասում եմ կա, հիմա չգիտեմ, անուն չեմ տալիս, որտեղ գուցե այս բաժինը մի քիչ ենթադրություններս սխալ լինի։ Ամեն դեպքում այս պլանը գնում է առաջ, բայց հիմա կարող է հարցնել լավ էս ամեն ինչի մեջ դոգը որտեղ է կանգնած, կամ այդ դոգ կոչված կուսակցությունը կամ այդ անձը այս ամեն ինչի մեջ որտեղ է կանգնած։ Դե գիտեք, impeachment երբ որ լինում է, միայն խորհրդարանքի մեջի impeachment-ով չի որ դու կարող ես այդ պլանը հաջողեցնես, որտեղ վերջնաշվով Նիկոլի թիմից մարդիկ քանդելը այդքան էլ հեշտ չի լինելու, այդ մարդիկ պատգամավորները դու պիտի կարողանաս Նիկոլի ոչ թե այդ վերջի, այդպես ասած կարկառուն պատգամավորներն են գալու քեզ միանան, այսինքն Վագն Ալեքսանյան, մյուսները այդ վերևի առաջին մարդիկ, որոնք միշտ այդպես ասած մի տեսակ տաբլոն են, այդպես ասած ցուսանակն են ԿՊ-ի, դրանք չեն միանալու, հետո դու պիտի գնաս այդ ցածի խավից փորձես ինչ-որ մարդկանց քանդել, վախեցնելով բաներով, դրանք միայն փողոցային ճշմարտ տակ է, որ կարող է կան եւ միանան այս impeachment-ի նախագծին։ Ուրեմն կարիք ունես փողոցում ժողովրդի։ Բայց
ինչպես բոլորս էլ գիտենք, այդ խավը, որ այս պլանը առաջ է տանում, փողոցում ժողովուրդ չունի։ Այսինքն հենց հիմա եթե վաղը հարավակ հայտարարի, ասեք եկեք գնանք իշխանափոխության, հարավակ ենք անելու, ես չեմ կարծում մի 2-300 հոգու կարողանան փողոցում հավաքել եւ փորձեն իշխանափոխություն անել։ Հետևաբար իրենց մշակած այդ իմպիչմենտի պլանի համար իրենք կարիք ունեն փողոցում ժողովրդի, որ զոմբիացած կգա քաղաքվի ազգային ժողովի դիմաց եւ կկատարի իրենց պլանները եւ հետո այդ ժողովրդին ներկայացնելով որպես փողոցային ճնշում իրանք պիտի փորձեն վախեցնել քպական պատգամավորներին իբր իրենց կարճ խելքով եւ նրանցից ստորագրություններ կորսեն։ Այստեղ է որ Երևան է գալիս դոկի դերակատարությունը։ Դոկ մարդ, որը արդեն մի քանի անգամ լավապես իր ծառայությունը մատուցել է Նիկոլին, պատերազմից հետո հրապարակ իջնելով ժողովրդին պայելաթմբերի մեջ իր հայոյանքներով, մեկ Նիկոլին հարվածելով, մեկ մյուսներին հայոյելով, կարողացել է մի հսկայական լսարան իր շուրջ հավաքի դժբախտաբար իր հայոյանքների շնորհիվ եւ ունի զոմբիացած մի հասարակություն, որոնց կարողանում է ժամանակի պետք եղած պահին այստեղից այնտեղ քշել։ Մի հատ ուզեմ ձեզ մոտ հիշեցնել 2022 թվականի ընդդիմադրության շարժման այդ ավարտին էր արդեն սեպտեմբերի 13-14-ին էր որ հարձակում էր եղել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա, այդ գիշեր ով դոգի ասած խորհրդով էր կամ հորտորով էր որ ժողովուրդը գնաց հավաքվեց ազգային ժողովի դիմաց, այն ժամանակ իմպիչմենտի գործընթացի պահանջ սկսեցին բարձրացնել, բոլորն էլ գիտեին որ հասունացած չի, այդ պահը հնարավոր չի, բայց կանգնեցին պետք է իմպիչմենտ անել, պետք է իմպիչմենտ անել, իդեպ այդ օրը բեմի վրա հենց այն մարդներ կանգնած ով հիմա որպես տեխնացուի խորհրդական են տեխնացու են ներկայացնում իրեն, իհարկե այդ օրը ժողովուրդը իրեն սուլոցներով ցած իջեցրեց, բայց ամեն դեպքում այդ օրը բեմի վրա նաև նման մարդիկ էին կանգնած։ Եվ կարողացավ այդ գործն անել, դոկը տարավ լցրեց եւ այդ իմպիչմենտի նախագիծը ձախողեցնելով, նաև գործընթացը ընդդիմությանը բոյկոտը բանը դրանք որ կային ձախողեցնելով օգնեց իշխանություններին։ Երկրորդ անգամ իշխանություններին օգնեց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, այն ժամանակ հարվածելով Մայր Հայաստան դաշինքի մյուսներին, ովքեր կարողացել էին Տավինյանից ձայներ կորզել, թույլ չտալ, որպեսզի ԿՊ-ն կարողանա Երևանում մեծամասնություն ապահովի եւ կարողանա միանձնյա քաղաքապետ նշանակի, տեսանք էլի այդտեղ դոգը Երևանի չէ, վերջի վարկյանում քվորում ապահովեց Երևանի ավագանու համար եւ օգնեց, որպեսզի Տիգրան Ավինյանը դառնա քաղաքապետ, որից հետո հիմա պիտի տեսեք նույն հունի վրա սկսում են նաև այդ Երևանի քաղաքապետարանի ընտրություններ, արված տականն է, բա տեսակ այդտեղ դուք պարտվեցիք, մոռանում են, որ այդտեղ դոգը ինչ գործունեություն ուներ։ Իսկ վերջինը մի քանի մոտավորապես ուղիղ այսօր մարտի 8-ն է, մոտավորապես 1 ամիս մի քանի օր առաջ էր, որ Ղարի Բաբայանի այդ դեպքը տեղի ունեցավ, իսկ ասում եմ այդ ամեն ինչը մի հատ սոնդաժ է, որ հասկանան դոգը արդյոք դեռ ունի այդ լսարանը ժողովրդին փողոց բերելով կգա փողոց եւ տեսան որ այո ստացվեց այդ գիշեր էլ դոգներ հիմնականում ժողովրդին հորդորեց գնացեք անվտանգության ծառայության այդտեղ հավաքվեք պահանջեք Ղարի Բաբայանի ազատ արձակվել եւ ժողովուրդը գնաց կանգնեց եւ արեց եւ իրենք հավատացած են հավաքիվան գուցե շարունակում են դեռ հավատացած մնալ որ կա մի հատ զոմբիացած հասարակություն դոգի լիդերությամբ որը ցանկացած պահի դրանց կարող են փողոց դուրս բերել եւ դրանց ուղղորդելով հասնել իրենց նպատակին։ Ես հստակ եմ ձեզ ասում, որ իրենք լուրջ հաշվարկ են կատարել այդ զոմբիացած խավի վրա, այսինքն այդ խավն է, որ իրենց պիտի ծառայի։ Հիմա նայեք մի քանի ֆեյքեր կան Facebook-ում, Telegram-յան ավորքում, նույն մարդիկ են հիմնականում, բայց գիտենք բոլորս ուղղակիորեն առաջնորդվում են, այնքան ակնհայտ է գրառումները, բառապաշարը օգտագործում են նույն այն անձի հետ, ով այդ մի կաթիլ մեղրը գցեց գետին սկզբում, եւ հիմա միանգամից այդ Facebook-յան եւ Telegram-յան ալիքների այդ ֆեյքերը դոգ են պաշտպանում, ժողովրդին կոչ են անում գնացեք, կանգնեք, համախմբվեք եւ պաշտպանեք դոգին։ Շատ հետաքրքիր այդպես պատահաբար զուգադիպություն չի, հստակ ես կարծում եմ ուղղակիորեն այս կապակցությունները տանում են մեզ այնտեղ, որ այս մարդիկ հստակ կերպով դոգի այդ զանգվածի վրային հաշիվ արեն։ Բայց ամեն դեպքում իրենց համար ձեռնտու չէ որ դոգի լիդերությամբ դոգին ասել ժողովրդին վեր փողոց կամ մեզ համար իմպիչմենտ պահանջի մեր տեխնացուին անի, դա շատ այդպես բացահայտ կլիներ։ Հետաբար այս փուլում ինչ պետք է լիներ, դոգը պիտի մտներ կալանքի տակ, իրեն պետք է մի տեսակ իրեն այդպես ասած մատնեին, հասցեն տային Միացյալ Նահանգների այդ մաքսային ծառայությունը գնար գտներ իրեն կալանավորեր եւ հետո փորձեին իրանից որպես քաղ բանդարկյալ, այդպես քաղ հալածյալ սարքել եւ իր այդպես ասած բանտում լինելու կալանքի տակ Հայաստան
արտահանձնվելու այդ լույսի տակ, փորձեին ժողովրդին, այդպես ասած, գեներացնել փողոցում, դոգի ժողովրդին բերել փողոց, ժողովուրդը պետք է ըմբոստացած գար փողոց, պահանջել դոգի ազատ արձակումը, բայց դե դոգը չէր գալու Հայաստան ղեկավարել, այդ խումբը մնալու էր առանց լիդերի, եւ ահա այդ փուլում իրենք ստանձնելու են այդ խմբի լիդերությունը, կամ մտածում են կստանձնեն լիդերությունը, կտանեն կանգնեցնեն ազգային ժողովի դիմաց, ու դա կդառնա իրենց ճշմարտ լծակը այդ իշխանափոխության համար։ Բայց իրենց խաղի մեջ կարծում եմ մի տեղ սխալվել են վերջին օրերի այս զարգացումները, որ տեղի ունեցավ դոգի կալանավորությունից հետո ցույց տվեց, որ այդ դոմիացած հասարակություն հիմնականում չկա, այսինքն այդ կեղծ fake մի բան է եղել, որ իրենք ստեղծել են, այդ հասարակությունը հիմնականում սիրահարված է եղել դոգի հայոյանքներին, ոչ թե դոգի կերպարին։ Տեսնում ենք միշտ այն ժամանակ, որ դոգը ինքը ներկա է, լայվ է մտնում այդ Վարդան Ղուկասյան կոչեցյալը, հայոյում է հայոյանքների վերջում էլ, պետք է հիմա գնացեք այսինչներ ժողովուրդը դուրս են գալի գնում են։ Բայց երբ մտնում եք կալանքի տակ, իր այդ լայվերը չկան, իր հայոյանքները չկան, մարդիկ թքած ունեն իր ճակատագրի վրա ինքը որտեղ է, ինչ է, ով է։ Իրենց համար դառնում է անկարևոր մեկ բան եւ տեսնում ենք, որ կալանքից հետո փորձեր են կատարում Երևանում, այդպես ասած, ցույց ձևավորի, տեսան չստացվեց, հիմա ժամանակից առաջ չունենք, բայց ես չեմ կարծում, որ այդ իրենց հաշվարկները ճիշտ է եղել։ Իդեպ այս ընթացքում, որպես այս մարդկանց փոխկապակցությունը ցույց տամ դոգի հետ, բարձ դառնաց ես համար, ուզում եմ նաև օրինակ բերել, ես ձեզ նմուշ բերել, որպես փաստ, սա էլ իմ համար փաստացարային, որ դոգը հիմնականում սրանց կողմից է ֆինանսավորվում եւ նախագիծ եւ պլան են մշակած եղել այս մարդի համար։ Ես երկու ուրեմն փաստարկ կբերեմ ձեզ։ Մեկը ուրեմն վերջի շրջանի սոցհարցումներ են, որ մի հայտնի հաստատության կողմից գելապանունով կատարվում են։ Բոլոր այդ հարցախույսների սոցհարցումների ժամանակ հետաքրքիր կերպով դոգի համար ապահովում են երկրորդ տեղը։ Ես չեմ կարծում մեր հասարակության մեջ մենք հավատացած կլինենք, որ եթե վաղ ընտրություն լինի, այսինքն դոգ կուսակցությունը երկրորդ տեղն է զբաղեցնելու, այսինքն այս ամեն ինչի մեջ։ Եթե իսկապես լինի, ես ամկեց ասած կամաչեմ իմ հայ լինելուց, եթե այդպես լինի, բայց համոզված չեմ, որ այդպես է լինելու։ Այդ ցուցանիշերը, այդ տոկոսները, որ ապահովում են, նշված այդպես ասած նկարված թվեր են, հիմնականում ժողովուրդը այնպիսի տպավորություն ստեղծելու համար, որ այդ մարդը ունի բարձր ռեյտինգ, երկրորդ տեղն է զբաղեցնում, նաև ժողովրդի մոտ հասարակին հասկացնել, որ քաղաքական ուժ է, եթե հանկարծ գալիս են փողոց, դուք էլ գնացեք իրար կողքին կանգնեք, օգնեք իրան, սատարեք իրան, եւ շատ հետաքրքիր է, որ ասեմ, այդ ցուցանիշների բարձրացնելը իմ համար ապացույցներից մեկն է, որ այս մարդկանց փոխկապակցությունը ցույց է տալիս։ Իսկ նաև երկրորդ փաստը, որ ունեմ, շատ ավելի հեռուն է գնում իմ ուսումնասիրությունների արդյունքն է, որը սխալ տեղ չի տանում ինձ, դա ուղղակիորեն այն նախպլանն էր, որը մինչև դոգն էր նաև գոյություն ունեցել, ես դրա մասին մեկ անգամ խոսել եմ, մինչև պատերազմը նրանք ունեին մեկ այլ դոգ, այս թիվը, եւ դա Քրիստինա Հալաջյանը Միացյալ Նահանգներում նստած։ Նրա գործունեությունը միայն Միացյալ Նահանգներով չէր սահմանափակվում, թեև լայվերը ինչպես դոգը անում էր Միացյալ Նահանգներից, բայց դա խոշոր լսարան ուներ նաեւ Հայաստանում, եթե հիշեք, նրան էլ ապահովում էին, այդպես ասած, խոհանոցային տեղեկություններով, ինֆորմացիաներով այն ժամանակ քաղաքական լուրջ վերլուծություններ էր անում, եւ հիմնական լսարանը Հայաստանում էր գտնվում։ Եվ կարողացել էր մեծ զոմբիացած հասարակություն իր շուրջը հավաքել այն ժամանակ 100,000-ից ավելի դիտումներ էր ունենում։ Նրանք պատրաստել էին պատերազմի շրջանի համար, եւ տեսանք, երբ որ պատերազմը եղավ, իր դերակատարությունը ամենալավ կերպով կատարեց, թույլ չտվեց, որպեսզի ցույցերի միանգամից ստանձնեց այդ կոլոնիացիան նահանգներում ցույցերի լիդերությունը, մի տեսակ դարձավ Սփյուռքի, այդպես ասած, բողոքող հասարակության խորհրդանիշը, որը անիմաստ ցույցեր էր կազմակերպում, տանում էր ամեն անիմաստ տեղեր էր առաջնորդում ցույցերը։ Մի քանի օր առաջ ընկերներից մեկի հետ էի խոսում, որը իրեն ինտերակցիա եմ ինչ-որ շարժման ժամանակ, շատ հստակ կերպով չբացեմ իմ ապակագծերը, քանի որ համաձայնությունը չունեմ այս կապակցությամբ, շատ հստակ կերպով ինքը ականատես է եղել, թե ինչպես են իրեն զանգում, ուղղորդում, ինչ պետք է անի Քրիստինա Հալաջյանին այդ ուրեմն ցույցերի ժամանակ, նույնիսկ Վաշինգտոն կատարած մի ցույցի ժամանակ ինքը կանխել է եւ թույլ չի տվել, որ կոնգրեսի առաջ ցույց տեղի ունենա հենց նույն դրսից իրեն կատարված ցուցումների արդյունքում։ Այդ ժամանակ այդ կնոջ դերակատարությունն էր այդտեղ ընդգծված եւ տեսանք պատերազմից հետո երբ սպառվեց իր օգտագործման ժամկետը, իրեն կողտրեցին եւ հետո հիմա ինքը գնաց հետո սկսեց դևեր հանելով ու այդպեսով իր լսարանը ապահովել։ Հիմա նայեք իր լայվերը, հազիվ մի քանի հազար լայվ կարողանում է այդպես հավաքել, հիմնականում էլ այդպես քաղաքականության թեմաներով չի զբաղվում։ Նրանից հետո պատերազմից հետո արդեն հրապարակ պետեցի բերեցին այս հիմարին, որ ուներ հայերելու հնարավորություն, իհարկե իր հայոյանքները բնականաբար այլ մակարդակի վրա էր,
այն ժամանակ Քրիստինա Ալաջյանին Նիկոլին չէր հայոյում, բայց հիմա սրան թույլատրեցին նաև Նիկոլին հայոյել, քանի որ այդպիսով կարող էին նաև լսարան ապահովել, եւ ինֆորմացիաները շատ հստակ տեղից իրեն հասնում էր, վերջի շրջանում ինչ-որ բացահայտումներ եղան, եւ իր հիմնական առաքելությունը այդ լսարան ապահովելն է եղել, որպեսզի ցանկացած պահի կարողանա գործընթացները ձախողեցնել, մեկ Նիկոլին օգնել, որպեսզի Նիկոլը մնա իշխանության, մեկ ընդդիմության այդ մութ հատվածին, որը կուլիսներում կանգնած այս իշխանապողությունը ծրագրել են նրանց օգնել իրենց պլանները իրականացնելու համար, եւ հիմնականում եղել է նման մեկ զոմբիացած հասարակության իր շուրջ հավաքելը, որը մինչև այստեղ կարողացել էր, բայց հիմա մտածում են այդ վերջի փուլում օգտագործումը չգիտեմ հիմա կկարողանան թե չէ, բայց ասում եմ այս պլանի գլխավոր մեկ բաժինը սա եղել։ Պատահական չի այս ամեն ինչի զուգադիպությունը։ Գիտեք, զուգադիպություն 1-2 կարելի է այդպես ասած ասել, որ դրանք պատահական զուգադիպություններ են, բայց եթե զուգադիպությունները ժամանակագրական կերպով շատ են լինում, արդեն դրանք սոցկ զուգադիպություններ չեն, այլ ես համոզված եմ, որ դրանք մեկ պլանի բաժին են, ինչու օրինակի համար նախագահ Քոչարյանի հարցազրույցից հետո այդ հրապարակ նետվեց այդ ընտրություն նախագահ Քոչարյանին հարվածելու թեման, ու մոտավորապես այս նույն ժամանակաշրջանում որոշում կայացվեց, որ դոգ հիմա պետք է քաղաքալացիալի կարգավիճակ իր համար ստանձնի, հասարակությանը փորձեն իր շուրջ հավաքել։ Միակ նայեք օրինակի համար այդ ֆեյքային հսկա համակարգը, որը գործում է այդ մարդու անունը նույնիսկ պահանջում եմ տալ դոգին տիրաժավորելու համար։ Ես ես վստահեցնում եմ, դա ինքը մի հոգով անձնապես չէր կարող այդ աշխատանքը իրականացնել, այդ ամբողջ հասարակությունը իր շուրջ հավաքել այդ զոմբիացած հասարակությունը, միայն այդպես ասած պատահաբար մի քանի լայվերի արդյունքում չի։ Դրանց տիրաժավորվելու, տեսնում եք, Perfect TV-ների նույնիսկ նման ձայնային նմանություններով, նույն ոճով, ինչքանի YouTube-յան, Telegram-յան, Facebook-յան այդպես ակաունտներ կան, որոնք ամեն լայվից հետո հատված հանում են կարճ հատվածները, սկսում են խոշոր ձևով տիրաժավորել։ Սրանց հետևում կանգնած է հսկայական փող, սրանց հետևում կանգնած է հսկայական մասնագիտական աշխատանք, մի հսկայական թիմ, որը 1 կամ 2 հոգու աշխատանք չի, այսինքն դոգ ինքը Միացյալ Նահանգներում անօրինական ինգրանտի կարգավիճակով նստած, առանց որից հստակ եկամուտ ունենալու չէր կարող այս ամենը անել։ Թիկունքում ինչ-որ ուժ է կանգնած, որ ամեն ինչ արել է մինչև հիմա այս մարդուց կերտելու մի հատ այսպես ընդդիմադիր կերպար, բայց հիմա հասել է այդ մարդուն զոհելու, այդպես ասելու գցելու ոտի տակ, գցելու աղբամանը եւ իր միջոցով աճեցված այդ հասարակությանը վերցնել եւ իրենց նպատակի համար օգտագործելը։ Մի բան եմ ուզում հիշեցնել կրկին որպես փաստ։ Վերջի լայվը որ ունեցավ Նարեկ Մալյանը Բերլինից, այնտեղ մի շատ հետաքրքիր բացահայտում կատարեց, իհարկե երկու բացահայտում կատարեց, առաջինի հետ ես խիստ համաձայն եմ իր հետ, այն բացառիկ դեպքերից ավելից իրեն հաստատում եմ, որ դա որոշակի ուժեր իշխանությունը տվել էին Նիկոլ Փաշինյանին, որ հետո իրենից հետ վերցնեին։ Սա ուղղակի իմ ասածը չի, Նարեկ Մալյանի ասածն է, պատասխանատվությունն իր հետ է։ Իհարկե ինքը հետո փորձեց թեման տանել դեպի մեկ այլ ուղղությամբ, Կարեն Կարապետյան ովքեր, բայց դե կանցնում այնքան ակնհայտ է, որ այդ մարդը որ եղել է, փաստը եղել է դա, բայց անհատի մասին կարող ենք մեր ընդհանրությունը ամեն դեպքում մեզ ուրիշ ուղղությամբ է առաջնորդում։ Դա մեկ հարցարակագրում արեց, երկրորդը խոսեց այն մասին, որ ինքը թվականը չեմ հիշում, երբ շուրջ 12 ժամ Վովա Գասպարյանի տանը զրույց է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ այնտեղ նախագահ Սարգսյանին ասել է, որ հիմնականում սխալը որ թույլ է տրվել եւ հեղափոխության պատճառ է դարձել իշխանապողության ժողովրդային ընդվզման, Նիկոլի կալանավորումն է եղել 2018 թվականի ապրիլին, քանի որ այդ կալանավորման արդյունքում միած սովորական ակցիա դարձավ ընդվզում ժողովրդային շարժում։ Նմանությունը չեք տեսնում հիմա այսինքն դոգի այս սցենարի հետ, որ հիմա մշակվել է, ստեղծել քաղբանդարկյալ, մեկին այսպես ասած ուղարկել բանդ, Պոպեջյանին ստեղծել մի կերպար, որ քաղբանդարկյալ է, եւ հետո փորձել այդպես ասած իր շուրջ հակված այդ զոմբիացած հասարակությունից ինչ-որ շարժում ձևավորել, տանել լսել ազգային ժողովի առաջ ինչ-որ նպատակով եւ ինչ-որ բաներ պարտադրել, այն դեպքում, երբ ասենք արդեն այդ պլանի առաջին փուլի արդյունքում բարձրացրել են իրենց պլանը մերժելու գինը, ասենք Հայաստան Դաշնքյաբար նախագահ Քոչարյանի համար եւ փորձել այդպես ասած վարպետորեն մշակված այս պլանով հասնել իրենց նպատակին։ Կարծում եմ բավական սպառիչ բացատրեցի ամեն ինչ, հույսում եմ որ ինչ-որ բան տեղ չի մնացել կամ չեմ մոռացել ակնարկել, ամեն դեպքում սա իմ պատկերացումներն է։
որպես քաղաքական վերլուծաբանով հերվից նայում եմ իրադարձություններին, հնարավոր է որ այս սցենարի մեջ անունների մեջ ինչ որ փոփոխություններ լինի, բայց այս պլանը, որ մշակված է, այն փաստերը, որ ես տեսնում եմ այս շրջապատում, այն փորձը, որ մենք ունեցել ենք այս 7 տարիների ընթացքում, ցանկացած իշխանափոխության ձախողման փորձը մեզ ցույց է տալիս, որ գիտեք այս ամեն ինչի հետևում կանգնած է մի հատ հրեշավոր ուժ, որ ունի հսկայական ուժ, ունի գումար, ունի իր ներդրված մարդիկ անվտանգության ծառայությունների մեջ Հայաստանին արդարադատության նախարարության մեջ նույնիսկ դատարաններում ցանկացած պահի եթե ուզենա կարող է մեկի դեմ գործ հարուցել ժողովրդին գեներացնել մեկին տանել բան հետո մյուս կողմից ասել գնացեք նրան դուրս բերելու համար հավաքեք սա հրեշավոր ուժ է եւ սրա մասին կարծում եմ պիտի բոլորս սկսենք խոսել եւ հասկանանք որպեսզի չեզոքացվի մարդ ով կանգնած է եղել թիկունքում այս ամբողջ ընթացքում խոստացավ որ Նիկոլին կգա ինքը պատուանից դուրս կշպրտի բայց հետո մինչև այսօր թիկունքում կանգնած է եղել Եվ ես համոզված եմ, որ բոլոր շարժումների ձախողման, եթե չասենք հիմնական մեղավորը կամ հանցակից ինքն է եղել, թույլ չտվել, որ շարժումները արդյունքի հասնեն։ Շնորհակալ եմ, որ հետևեցիք ինձ, եթե նոր զարգացումներ լինեն, ես ձեզ տեղյակ կպահեմ եւ վերջում ասեմ, որ սա այսօրվա վերջին հավանաբար լայվը չի լինելու, գուցե միջ ավելի ուշ, ինչ որ ուրիշ լայվ էլ ունենամ, հիմա թեմայի մասին չեմ խոսում, բայց ամեն դեպքում եթե ձեր Երևան ուշ եղավ, հետո կարող եք վաղ առավոտյան իմեջին անպայման նայեք, գուցե չեմ 100% հասցում, գուցե հնարավոր լինի ինչ որ ուրիշ լայվ էլ այն ժամանակ ունենալ, ինչ որ հետաքրքիր բան կարող է այն ժամանակ ձեզ հետ զրույց ունենամ։ Շնորհակալ եմ, որ հետևեցիք ինձ, լավ մնացեք, եթե համաձայն եք այն տեսակետների հետ, որտեղ այսօր հնչեցին, խնդրում եմ նաև կիսվեք տեսակետներով, որպեսզի հնարավորինս ավելի շատ, այդպես ասած, լսարան կարողանանք ապահովել Եվ ասում եմ հիմնականում մեր նպատակը պետք է լինի այս վտանգավոր պլանների ձախողեցումը, պլաններ, որոնք մշակվել են 2018 թվականից, մեզ հանգեցրել են Արցախյան կորուստին եւ մենք չպետք է թույլ տանք, որպես այս պլանը կրկնվի եւ մեզ տանի առաջ, այս հրեշավոր ուժը պետք է միտեղ կասեցվի, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ ճիշտ հունի մեջ, կարողանանք մեր հայրենիք Հայաստանը փրկել եւ դառնանք այն ժողովուրդ, այն ազգը, որը կայինք մինչեւ 2008 թվականը։ Շնորհակալ եմ։